Դուք բարբերաբար ժողովրդին եք ուղղում այսպիսի խոսքեր եւ կարեւոր այս հիմքերը ներառում եք ձեր մեկնաբանություններում, որոնք արդիական են, բայց ինձ համար շատ կարեւոր է հասկանալ եւ շատ բազմաթիվ նամակներ եմ ստանում։ Պարոն Ղուկասյան, ինչով եք համոզված, որ դուք իշխանություն եք վերցնելու։ Ես հարցին կպատասխանեմ, ուրեմն հաշվի առնելով սոցիալական հարցումները եւ մեր կողմից եւ տարբեր հասարակական, սոցիալական այդ կազմակերպությունների, որոնք որ անում են, հաշվի առնելով ժողովրդի տրամադրվածությունը, ժողովրդի զայրույթը եւ այլն, հաշվի առնելով այն, որ մենք այս պայմանությամբ արդեն ունենք 4000-ից ավել վստահված անձ, որոնք որ ամեն օր իրենց անձնագրերն ուղարկում են, ասում են մենք կկանգնենք ընտրատեղամասում եւ դեր կկանգնենք յուրաքանչյուր քվեն։ Ես համոզված եմ այս ամեն ինչի վրա, որ մենք իշխանություն վերցնելու ենք։ Եթե ամենավատագույն դեպքում դու կուսակցությունը չի վերցնելու միանձնյա, ապա կվերցնի դաշինքային սկզբունքով պարլամենտական շեմը հաղթահարած ընդդիմադիր որևիցե մի ուժի հետ։ Ես դա համոզված եմ։ Ես ավելի քան նաև համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի կարող այս պայծառությամբ ունենալ 12%-ից ավել ձայն։ Դուս եկեք փողոց, Հայաստանում մարդիկ ունեք, վեկալեք 1000 հոգու մեջ կամ 100 հոգու կամ 10 հոգու մեջ հարց տվեք, ում եք ընտրելու։ Տեսեք այդ 10 հոգուց քանիս կասեն Նիկոլ Փաշինյան։ Սերժ Սարգսյանը 2018 թվականին այսքան ցածր վարկանիշ չուներ, ինչ որ հիմա ունի Նիկոլ Փաշինյանը։ Ես հստակեցնում եմ։ Եվ եթե այս process-ը շարունակվի մինչև 2026 թիվը, տա Աստված, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը անգամ 5% չի կարող հավաքի այս թանկացումները, այս բանը, այս ասես ասած դեկլարացիաները, այս աղբահանության վարձը, գույքա վարձը, այս ամեն ինչ որ կթանկացնել, այս բիզնեսի 5%-ը շինած 35%, այսինքն այս ամենը ունենալու է իր պայթունը 26 թվին։